Երբ պատրաստվում էի քարոզին, ուզում էի որ քարոզել առաջին Կորինթացիս 15-րդ գլխից, որովհետև գիտեք որ Սուրբ գրքում այնտեղ ամենալայն ծավալուն բացատրությունները կան հարության մասին, հարության մարմնի մասին եւ ինչպեսին պետք է լինի հարությունը։ Ուզում էի ընտրել որ հատվածը քարոզեմ, վերջում չկարողացա կողմնորոշվել, բոլոր հատվածները լավն էին եւ կարեւոր, եւ այսօր դուք կլսեք 6 պատգամ մեկում եւ կանենք 15-րդ գլխի ներածություն, բայց այդ յուրաքանչյուր մասը կունենա նույն կառուցվածքը, ինչ որ դուք ամեն Կիրակի լսում եք։ Հատվածները բաժանված իրենց հիմնական մտքերով, իրենց կետերով, պարզապես արագ կանցնենք ամեն կետի վրա, որպեսզի դուք ամեն բաժնի կապը եւ իմաստը տեսնեք, թե ինչպես է Պողոս առաքյալը բացատրում հարուցյալ մարմնի մասին եւ ինչ ուսուցում է տալիս դրա վերաբերյալ։ Ուրեմն թեմաները տեսեք քանիսն են, որ պետք է ուսումնասիրենք։ Հարության ավետարանը կտեսնենք 1-ից 11-րդ համարներում, այնուհետև 12-ից 22-րդ համարում կտեսնենք մարմնով հարության ապացույցները, ինչ ապացույցներ է տալիս Պողոս առաքյալը, այնուհետև 23-ից 28-րդ համարներում կտեսնենք մարմնով հարության կարգը, ինչպիսին պետք է լինի, եւ դուք գիտեք, որ դա միաժամանակ չլինելու քաոսային բնույթ չունի, այլ համակարգված է, ունի հերթականություն։ Այնուհետև 29-ից 34-րդ համարներում Պողոսը ցույց է տալիս մարմնով հարությանը հավատալու ազդեցությունը մեր քրիստոնեական կյանքին։ Եթե հավատում ենք, ինչպես է այն ազդում մեր կյանքի վրա, մեր կենցաղի, մեր ծառայության վրա, որից հետո նա 35-ից 49-րդ համարներում արդեն ցույց է տալիս հարության եղանակը եւ հարուցյալ մարմնի տեսակը։ Ի պատասխան 35-րդ համարում հնչող այն երկու հարցի, թե ինչպես է լինելու հարությունը եւ ինչ մարմնով են գալու մեռածները, այնուհետև 51-ից 58-րդ համարում ամփոփում է իր միտքը, խոսելով հարուցյալ մարմնի ստացման մասին կամ փոխակերպման խորհրդի մասին։ Սրանք այդ 6 թեմաներն են, որ 1-ից մինչև 58-րդ համարներում դրված է։ Առաջին ուրեմն հատվածը, որի մասին Պողոս առաքյալը խոսում է այստեղ, 1-ից 11-րդ համարներն են, խոսում է հարության ավետարանի մասին։ Եվ հիմնական դասը, որ տալիս է այս 11 համարներում, հետևյալն է, նա ասում է կա միայն մեկ ավետարան, որը քարոզվել է Հիսուսի առաքյալների կողմից եւ այն հարության ավետարանն է։ Նայեք առաջին երկու համարներին։ Եղբայրներ, ձեզ ծանուցում եմ այն ավետարանը, որ քարոզեցի, որն ընդունեցիք եւ որով հաստատվեցիք։ Հետաքրքիր է, նա հարուցյալ մարմնի հիմնավորումները տալուց առաջ խոսում է ավետարանի մասին։ Ինչու, որովհետեւ ավետարանն է հիմք բոլոր այդ ուսուցումների եւ ավետարանն է տալիս լուր Հիսուսի հարության մասին եւ Հիսուսի հարությունն է տալիս հնարավորություն ընդհանրապես հույս ունենալու մարմնով հարության։ Որով եւ կփրկվեք, եթե ամուր պահեք այն խոսքը, որ ձեզ քարոզեցի, այլապես զուր տեղը հավատացած կլինեք։ Որն է նպատակը ավետարանի մասին հիշեցնելու։ Պողոսն ասում է հիշեցնում եմ այն ավետարանը։ Այս հատվածում Պողոսի նպատակն է հիշեցնել միակ ավետարանը, որը կպաշտպանի եկեղեցուն աղավաղված ավետարաններից ճակերտավոր։ Որպես ուղեցույց, որ կա միայն մեկ ավետարան, մի քանի համար ձեզ ցույց տամ Սուրբ գրքում։ Գուցե այս գաղափարին ուշադրություն դարձրած չլինեիք, բայց Սուրբ Գիրքը բազմիցս խոսում է այն մասին, որ կա մեկը։ Չկան, ուրիշ ավետարաններ չկան։ Գաղատացիս 1:6-7 Զարմանում եմ, թե ինչպես եք այդքան արագ հեռանում նրանից, ով ձեզ Քրիստոսի շնորհի մեջ կանչեց եւ դեպի ուրիշ ավետարան դառնում, սակայն ուրիշը չկա։ Այլ միայն կան ոմանք, որ ձեզ խռովեցնում են ու ուզում են Քրիստոսի ավետարանը փոխել։ Փոխել բառը նշանակում է գլխիվայր շրջել։ Ինչ էին արել գաղատացիները, շնորհքի ուսմունքը գլխիվայր շրջել էին, խառնել էին դրան օրենքը եւ անվաստակ փրկության մեջ մտցրել էին օրենքով փրկություն վաստակելը։ Հռոմեացիս 2:16 տեսեք նորից այդ միակ ավետարանի գաղափարը, որ այն Հիսուսինն է, այն միակն է,
2:16 Հռոմեացիս։ Այդպես է լինելու Պողոսն ասում է այն օրը, երբ Աստված դատի մարդկանց գաղտնի գործերը ըստ իմ ավետարանի։ Գուցե ուրիշ ավետարաններում չկա դատապարտության մասին, բայց Պողոսի քարոզած ավետարանում կա։ Հռոմեացիս 16:25 Եվ հիմա նրան, որ կարող է ձեզ հաստատ պահել ըստ իմ ավետարանի։ Դրա համար ամեն այս կետը, որ նայում ենք, դուք հիշեք, մտածեք սրա մասին, արդյոք ձեր քարոզած կամ իմ քարոզած ավետարանում կան այս էլեմենտները, որը նշում է առաքյալը։ 2 Կորինթացիս 4:3 Իսկ եթե մեր ավետարանը քողարկված լինի, ապա այն կորուսյալների համար է քողարկված։ Մեր քարոզած ավետարանը սովորեցնում է նախասահմանության մասին, թե ասում է, որ ընտրյալների աչքերը նույնպես կարող են փակվել կամ ծածկված լինել։ Պողոսն ասում է, իմ ավետարանը, մեր ավետարանը ծածկված է միայն կորուսյալների աչքերից։ Գաղատացիս 1:11 Տեղեկացնում եմ ձեզ եղբայրներ այն ավետարանը, որ իմ կողմից քարոզվեց, մարդուց չէ։ Հարց. Մեր քարոզած ավետարանը մարդուց ենք ստացել, թե այն Հիսուսից է տրված, հաստատված է առաքյալների ու ականատեսների կողմից ու գրված է Սուրբ գրքում։ Գաղատացիս 2:2 Եվ ըստ հայտնության ելա ու նրանց այն ավետարանը ներկայացրի, որ քարոզում եմ հեթանոսների մեջ։ Արդյոք մեր քարոզած ավետարանը նույնն է եւ հրեային եւ հեթանոսին, թե մեր քարոզած ավետարանում 5 կտակարանում օրենքով էին փրկվում, նոր կտակարանում շնորհքով։ Առաջին Թեսաղոնիկեցիս 1:5 Որովհետեւ մեր ավետարանը, մեր Պողոսն է ասում, ձեր մեջ միայն խոսքով չտարածվեց, այլ զորությամբ։ Իսկ ավետարանը ցույց տվեց իր զորությունը մարդկանց կյանքում։ 2 Տիմոթեոս 2:8 նորից տեսեք, հիշիր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին, Դավթի սերնդից ըստ իմ քարոզած ավետարանի։ Այս հիմքը նայելով ավետարանի միակը լինելու հարցը, դուք ավելի պարզ կհասկանաք, թե ինչու է Պողոս առաքյալը ավետարանը վերցնում որպես հիմք Հիսուսի հարության համար։ Որովհետև քիչ հետո պետք է պատասխանի ոմանց հարցերին, թե գուցե հարություն չկա մարմնով։ Իսկ ըստ իմ քարոզած ավետարանի Դավթի սերնդից Հիսուսը հարություն է առել։ Պողոսն ասում է, որ կա միայն մեկ ավետարան, որը չափանիշ է բոլոր ուսուցումների համար, եւ ցանկացած ուսմունք պետք է համեմատվի սրա հետ։ Եվ եթե որևէ բան չի համապատասխանում դրան, պետք է ճանաչել որպես շեղում ավետարանից։ Ահա հիմնավորումներին նայեք այս երկու համարում։ Եղբայրներ, ձեզ ծանուցում եմ այն ավետարանը, առաջին համարում, որ քարոզեցի, որը ընդունեցիք եւ որով հաստատվեցիք։ Եվ 11-րդ համարը տեսեք ինչպես է ամփոփում հատվածը. Արդ թե ես, թե նրանք այսպես են քարոզում եւ դուք այսպես հավատացիք։ Երկու այսպեսները ցույց են տալիս, որ եւ նրանք, այսինքն մյուս առաքյալները, այդպես են քարոզել, նույն բովանդակությամբ են քարոզել եւ Պողոսն էլ նույնն է քարոզում։ Այսինքն այս շղթան, որ ավետարանը քարոզվում է, նույնն է բովանդակությամբ։ Եվ Պողոսն ասում է եւ ես, եւ նրանք նույնն են քարոզել։ Հետևաբար պետք է իմանալ եւ հիշել միակ ավետարանը, որը պետք է ամուր բռնել, որը վստահելի է, դա այն ավետարանն է, որ քարոզել են բոլոր առաքյալները, որ հիմնված է Հիսուս Քրիստոսի հարության փաստին։ Դրա համար 1-ից 11-րդ համարներում Պողոս առաքյալը ցույց է տալիս ավետարանի դերը առաջին երկու համարում, որը փրկելն է։ Այնուհետև ավետարանի բովանդակությունն է ցույց տալիս 3-րդ, 4-րդ համարներում, Հիսուսի կատարած գործի մասին է խոսում, եւ հետո ավետարանի արժանահավատության մասին է խոսում 5-ից 11-րդ համարներում, ասելով, որ այն վկայված է առաքյալների կողմից, եկեղեցու կողմից, 500-ից ավել մարդկանց կողմից եւ իր կողմից։ Այս հատվածը պատասխանում է 3 հարցի. ինչ է անում ավետարանը, ինչի մասին է եւ ինչու է այն վստահելի։ Եվ պատասխանում է այս հատվածում Պողոսը տալով 3 փաստ, որոնք ավետարանի հենասյուներն են։ 3 փաստ է տալիս 1-ից 11-րդ համարներում։ Առաջին երկու համարներում ասում է, որ ավետարանը փրկում է։ Նայում եք համարներին։ Եղբայրներ, ձեզ հիշեցնում եմ այն ավետարանը, որ ես ավետարանեցի ձեզ,
որը դուք ընդունեցեք եւ որի մեջ հաստատված եք, որով նաեւ դուք փրկվում եք։ Ուրեմն սա այն ավետարանն է, որը քարոզվել է կորինթացիներին, որը ընդունել էին նրանք եւ որի մեջ հաստատվել էին ըստ առաջին երկու համարների։ Այսինքն ավետարանի դերը փրկելն է։ Եվ եթե շարունակ հավատան հարության ճշմարտությանը կորինթացիները, նրանք կփրկվեն այդ ավետարանով։ Այս համարը բավականին խրթին մեկնություններ ուներ։ Բայց իմաստը, երբ ընդհանուր նայում եք, պարզ է դառնում, որ Պողոս առաքյալը այստեղ չի ասում, որ դուք եթե ամուր պահեք, դուք դրանով կփրկվեք ձեր ամուր պահելով։ Հիշեք, որ թեման հարուցյալ մարմնի ուսմունքն է եւ ոմանք կասկածի տակ էին դնում։ Առաքյալը մի փոքր ուշ ավելի կբացատրի, որ եթե դուք այս ճշմարտությունից հեռանաք եւ չընդունեք հարության փաստը, դուք չեք փրկվի, որովհետեւ ձեր փրկությունը հիմնված է հարության փաստի վրա։ Դուք չեք կարող ասել ես հավատում եմ Հիսուսի հարությանը, բայց չեմ հավատում իմ հարությանը, որովհետեւ դու դրանով ցույց կտաս, որ դու չես ընկալել Հիսուսի հարության դերը։ Առաքյալների ընդունած ավետարանի բովանդակությունը նայեք 3-4 համարներում ինչ էին քարոզում։ Այս միակ ավետարանի բովանդակությունն ինչ է։ Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ։ Քրիստոսը թաղվեց, Քրիստոսը հարություն առավ 4 համար։ Սա Հիսուսի կատարած փրկagorցության մասին է, սիրելիներ։ Դրա համար առաքյալը երբ ասում է մեր ավետարանի ըստ մեր ավետարանի է փրկությունը կամ միակ ճշմարիտ ավետարանը, սրանք կարևոր էլեմենտներ են, որ կարող ենք ստուգել, որ ավետարանն է։ Թեպետ չկա Պողոսը կասի ուրիշ, բայց կա ճիշտը, կա միակը։ Եթե քո ավետարանի դերը, քո քարոզած ավետարանի դերը փրկությունը չէ, այլ բարգավաճումն է, դա այս ավետարանը չէ։ Եթե քո քարոզած ավետարանի բովանդակությունը հիմնված չէ Հիսուսի խաչելության, մահվան եւ հարության փաստի վրա, դա այս ավետարանը չէ։ Եվ այս հատվածում վերջին սյունը, որ նշում է Պողոսը, վերաբերում է ավետարանի արժանահավատությանը։ Ըստ Պողոսի Հիսուսի հարությունը ապացուցված է եւ կան շատ վկաներ, ականատեսներ։ Դա մեկը քնից չի արթնացելու ասել։ Նայեք 5-ից 10-րդ համարներում ինչ վկայություններ է բերում։ Ապացույցներ Հիսուսի հարության։ Երևացել է Կեփասին 5-րդ համար, հետո 12-ին, հետո միանգամից 500-ից ավելի եղբայրների, ապա երևաց Հակոբոսին, հետո բոլոր առաքյալներին, հետո երևաց Պողոսին եւս։ Եվ Պողոս առաքյալը ավետարանի արժանահավատությունը ցույց տալու համար այսքան վկայություններ է բերում։ Պողոսի հաստատումը տեսեք 11-րդ համարում իրենց քարոզի նույնության մասին, այսինքն բոլոր ժամանակներում նույնն է քարոզվել Հիսուսից հետո։ Տեսեք, ասում են նույնն է քարոզել թե ինքը, թե մյուսները, այն առաքյալները։ Սա հաստատում է, որ ավետարանը մեզ է հասել Հիսուսից սկսած եւ առաքյալներով փոխանցված։ Մենք հավատում ենք ճիշտ նույն ճշմարտություններին, որոնց հավատալով ննջել են առաքյալները։ Դրա համար ավետարանի միջուկը, մաքրությունը իմանալու պահպանելու համար Պողոս առաքյալը ցույց է տալիս այս 3 հենասյուները։ Այն փրկության դեր ունի, նրա բովանդակությունը Հիսուսի կատարած փրկagorցությունն է, հենված նրա հարության փաստին, եւ երրորդ այն արժանահավատ է, վստահելի է եւ ապացուցված է։ Եվ հատվածի վերջում տեսնում ենք Պողոսի հաստատումը ավետարանի ընդունման մասին։ Կորինթացիներին ասում, տեսեք, ասում է մենք այսպես քարոզեցինք եւ դուք այսպես հաստատվեցիք, այսպես հավատացիք։ Այսինքն ձեր ընդունած ավետարանի բովանդակությունն այս է եղել։ Դուք հավատացել եք փաստորեն Հիսուսի խաչելությանը եւ հավատացել եք Հիսուսի մահվանը։ Եթե այո, այս հիմքի վրա հաջորդիվ կքննարկենք հարության հարցը։ Պողոսը հիշեցնում է միակ ավետարանի մասին այս 3 հենասյուները, որոնք կպաշտպանեին եկեղեցուն բոլոր տեսակի շեղումներից։ Եվ հաջորդ մեծ հատվածի համար էլ կծառայեր հիմք մեռելների հարության թեմայի բացատրության եւ հիմնավորման համար։ Ստացվում է, որ ավետարանի միակը լինելու մասին հիշեցումը 1-ից 11-րդ հատվածի համար կատարում է պաշտպանական դեր, իսկ 12-ից 19-րդ հատվածի համար ապացուցողական դեր։ Սա հարության վարդապետության հիմքն է։ Այս հիմքը դնելուց հետո Պողոսը հետևություն է անում, ելնելով այս միակ ու վստահելի ավետարանից եւ անցնում հիմնական թեմային դեպի մեռելների հարությանը։ Եվ հաջորդ հատվածը խոսում է մարմնով
հարության ապացույցների մասին 12-ից 22-րդ համարներում։ Այս հիմքը դնելուց հետո Պողոսը հետևություն է անում։ Ասեմ, որ այս գլխի հիմնական թեման է ընդհանրապես մարմնով հարությունը եւ մարմնով հարության թեման ուսուցանելու համար է նա ավետարանի մասին խոսում։ Սա կարևոր է։ Հետևաբար հնարավոր չէ հավատալ մեռելների հարությանը, եթե չկա հավատ միակ ավետարանին, Հիսուսի հարությանը։ Դա բխում է մեկը մյուսից։ Տեսեք, 12-ից 22-րդ հատվածում Պողոսը պատասխանում է այն կասկածին, որ ունեին որոշ մարդիկ եկեղեցում եւ ասում էին, որ մեռելների հարություն չկա։ Պողոսն ապացուցում է, որ կա մեռելներից հարություն, եւ հատվածի դասը հետեւյալն է. Հիսուս Քրիստոսի մարմնով հարությունը հիմք է բոլորի մարմնով հարության համար։ Հիսուս Քրիստոսի մարմնով հարությունը հաստատեց արդեն միակ ավետարանի մեջ։ Հիմք է հանդիսանում բոլորի մարմնի հարության համար, բոլոր մարմինների։ Եվ հատվածի նպատակն է տալ տրամաբանական ապացույցներ մարմնով հարության հարցում համոզվելու համար։ Պողոսը ներկայացնում է 3 ապացույց, որ մեռելներից հարություն լինելու է։ Ինչու ենք վստահ Պողոսը կասել, որ լինելու է մեռելներից հարություն։ Առաջին, որովհետև ունենք մարմնով հարության օրինակ։ Որովհետև ունենք մարմնով հարության օրինակը։ Հիսուսն է 12-ից 19-րդ համարներում է դրա մասին գրված։ Նայեք 12-րդ համարը։ Իսկ եթե Քրիստոսի մասին քարոզվում է, կապում է նախորդ հատվածին, որ մեռելներից հարություն է առել։ Ինչպես են ձեզնից ոմանք ասում, մեռելների հարություն չկա։ Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Պողոսի տրամաբանությունը այստեղ անհերքելի է։ Ոմանք ասել են, որ մարմնական հարություն չկա։ Լավ, ասում է Պողոսը, եթե դա ճիշտ է, ապա Քրիստոսը նույնպես ուրեմն հարություն չի առել։ Դուք Կորինթացիներ Պողոսն ասում է, ուզում եք ընդունել սա, որ Հիսուսը հարություն չի առել։ Դրանք կասեն իհարկե ոչ։ Մենք հավատում ենք Հիսուսի հարությանը, բայց չենք հավատում, որ մենք էլ մարմնով հարություն կառնենք։ Պողոսը բռնում է այստեղ նրանց տրամաբանության սխալը կամ խապկանքը։ Նա ասում է, եթե դուք ուշադիր լսեք, հավատում եք, որ Հիսուսը մարմնով է հարություն առել, ապա դա ձեզ համար արդեն օրինակ է մարմնով հարության։ Տեսնում եք, որքան մոտ է հակափաստարկը նրանց խնդրին, մտքի սխալին։ Ասում են չկա, ինչպես է լինելու, ասում են նայեք, եթե դուք հավատում եք, որ Հիսուսը մարմնով է հարությունը, դա օրինակ է ձեզ համար։ Ինչպես են ձեզնից ոմանք ասում, որ չկա, եթե Հիսուս հարություն է առել։ Հեղինակներից մեկը գրում է. ցանկացած փաստի հնարավորությունը ապացուցելու համար պետք է պարզապես ապացուցել, որ այն արդեն տեղի է ունեցել։ Մարմնով հարության փաստը ապացուցելիս Պողոսը հիմնվում է այն փաստի վրա, որ Քրիստոսն արդեն հարություն է առել։ Ուրեմն առաջին պատճառը, որ Պողոսը ցույց է տալիս, թե ինչու է ինքը վստահ, որ լինելու է մարմնով հարություն, նա պատճառաբանում է ասելով, որ մենք ունենք արդեն մարմնով հարության օրինակ, ով Հիսուսն է։ Հետո հաջորդ 13-ից 19-րդ հատվածում Պողոսը ներկայացնում է 8 հետևանք, վերլուծելով հարցը նրանց տրամաբանությամբ, ասելով, եթե չկա հարություն, ենթադրենք, դուք ասում եք չկա, ինչ հետևանքներ են առաջ գալիս դրանից։ Դուք մտածել եք, Կորինթացիներ, մարմնով հարությունը ժխտելու 8 հետևանք, 12-ից 19-ը, նայեք, 13-ից 19-ը։ Պողոսի պատասխանները, հակափաստարկները մեռելների հարությանը կասկածողներին։ Առաջին, եթե մեռելների հարություն չկա, ուրեմն հետևություն, Քրիստոսն էլ հարություն չի առել։ Սա մեկը մեկի հետ է կապված։ Այսինքն մարմնով հարությանը չհավատացողը չի կարող հավատալ Հիսուսի հարությանը։ Երբ ավետարանում եք մարդկանց, հարցրեք, եթե նրանք իսկապես հավատում են Հիսուսի հարությանը, նույնչափ պետք է հավատան իրենց հարությանը։ Պողոսն ասում է, դուք չեք կարող ասել, որ չի լինի մարմնով հարություն եւ ասել հավատում եմ Հիսուսի հարությանը։ Նա օրինակն է արդեն։ Երկրորդ հետևանքը ինչ կլինի, եթե Քրիստոս հարություն չի առել, մեր քարոզությունն ունայն է ասում է։ Ուրեմն դուք ստում եք, որ մեր քարոզությանը հավատում եք, այն ձեզ համար վստահելի չէ։
Երրորդ հետևանքը ինչ կլինի։ Մենք էլ Աստծո սուտ վկաներն ենք դառնում։ Իսկ նման դեպքում դուք մեզ վերաբերում եք որպես սուտ վկայություն տվողների։ Չորրորդ հետևանքը Աստված Հիսուսին հարություն չի տվել ուրեմն 15 եւ 16-րդ համարները։ Պողոսը կասեր ավելին դուք մարմնով հարությանը չհավատալով մերժում եք Աստծո աշխատանքը Հիսուսի հարության առնչությամբ։ Եթե Քրիստոս հարություն չի առել 17-րդ համարը, եւս մի հետևանք, ձեր հավատն ունայն է։ Ունայն բառը նշանակում է անարդյունք, աննպատակ, անհաջող կամ անպտուղ, այսինքն չի հասցնելու ձեզ արդյունքի, ձեր հավատը։ Հիմա տեսնում եք երկրորդ համարում ինչու էր ասում, եթե ամուր բռնեք, կփրկվեք դրանով, աննպատակ կլինի ձեր հավատը, չի հասցնի արդյունքին։ Եվս մեկ հետևանք, 17-րդ համարի երկրորդ մասը, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք, եթե չեք հավատում։ Նման հավատով դուք ձեր մեղքերի մեջ եք, քանի որ Հիսուսը մահացել է մեր մեղքերի համար եւ հարություն առել մեզ արդարացնելու համար։ Եթե դուք մերժում եք մարմնով հարությունը, նշանակում է դուք դեռևս ձեր մեղքերի մեջ եք։ 7-րդ հետևանքը Քրիստոսով ննջածներն էլ կորել են ուրեմն։ Այսինքն մինչև այդ օրը ովքեր Հիսուսին հավատալով ննջել են, իրենց համար փրկություն չկա։ Եթե դուք ասում եք, որ մարմնով հարություն չկա, ապա դուք դրանով հայտարարում եք, որ նախկինում ովքեր Հիսուսին հավատալով ննջել են, իրենք կորած են, նրանք չունեն փրկություն։ Եվ վերջին 8-րդ հետևանքը, եթե դուք ասում եք, որ մարմնով հարություն չկա, ձեր հույսը ողորմելի է ու կիսատ։ Նայեք 17-րդ համարին։ Եթե միայն այս կյանքում Քրիստոսի վրա հույս ունեք, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի եք։ Եթե դուք չեք հավատում մարմնով հարությանը, դուք ողորմելի եք, քանի որ Հիսուսին վստահել եք մինչև այս կյանքի վերջի համար։ Ձեր հավատը կմեռնի ձեզ հետ գերեզմանում եւ ձեզ չի անցկացնի այն կողմ։ Սա վերջին 8-րդ հետևանքն է, այն կործանարար պնդման, որ մարմնով հարություն չկա։ Պողոսի սպառիչ առաջին ու տրամաբանական պատասխանը նրանց քթի տակ էր։ Հիսուսը օրինակ էր մարմնով հարության։ Դուք չեք կարող ընդունել Հիսուսի հարությունը եւ մերժել մարմնով հարությունը, քանի որ Հիսուսը մարմնով է հարություն առել եւ նա օրինակն է։ Սա առաջին պատճառն է իր 8 ապացույցներով, որոնք նշեցին մարմնով հարությանը չհավատալու հետևանքները։ Երկրորդ պատճառը տեսեք, թե ինչու պետք է վստահ լինենք, որ լինելու է մարմնով մեռելներից հարություն, Պողոս առաքյալը ցույց է տալիս, որովհետև Հիսուսը ննջեցյալների առաջին պտուղն է։ Որովհետև Հիսուսը ննջեցյալների առաջին պտուղն է։ 20-րդ համարին նայեք։ Բայց ոչ, ժխտում է նախորդ ասած իր հետևանքները։ Բայց ոչ, Քրիստոսը ննջեցյալներից առաջինը եղավ, որ մեռելներից հարություն է առել։ Անդրանիկ բառը, այն բառն է, որ նշանակում է առաջին պտուղ, առաջին բերք կամ լավագույն բաժին։ Հին կտակարանում առաջին բերքը նվիրաբերում էին Աստծուն։ Սա նշանակում էր հասուն պտուղներից առաջինը բերել Աստծուն։ Օրինակ Ելից 23:19-ում գրված է քո հողի բերքի առաջին արդյունքը կբերես քո Տեր Աստծո տունը։ Կամ Ղևտացիներում 23:10 խոսիր Իսրայելի որդիների հետ եւ ասա նրանց, երբ կմտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, եւ կհնձեք նրա հունձը, մի խուրձ ձեր հնձի երախայրիքը, առաջնեկը կբերեք քահանային։ Իսկ նոր կտակարանի կիրառությամբ սա վերաբերվում է Հիսուսին։ Եվ Պողոսը հենց այդպես է կոչում Հիսուսի հարությունը, ննջեցյալների անդրանիկը կամ առաջնեկը կամ առաջին պտուղը։ Գիտեք սա ինչու է ցնցող։ Քանի որ սա ենթադրում է, որ եթե առաջին պտուղը կա, շուտով գալու են մյուսներն էլ։ Սա նույնն է նաև հողագործության մեջ, երբ օրինակ դու ցանում ես կարտոֆիլ եւ առաջին պտուղը դուրս է գալիս, դա հույս չի տալիս, որ շուտով գալու են մյուսները։ Ասա է Պողոսի ապացույցը այն մարդկանց, ովքեր ասում են մեռելների հարություն չկա։ Պողոսն ասում է, որ կա, քանի որ մենք ունենք ոչ միայն մարմնով հարության օրինակ, այլ նաև այդ օրինակը առաջին բերքն է, որ երաշխավորում է մյուսների գալը։ Հարց սիրելի եկեղեցի, հավատում եք, որ Հիսուսը ննջեցյալների առաջին պտուղն է, ով անապականացու մարմնով հարություն է առել։
Դա սպասվում է մեզ։ Եթե հավատում եք առաջին պտղին, դա նշանակում է հունձքը գալու է դրանից հետո։ Եթե Հիսուս հարություն է առել, ինչպես են ոմանք ասում, որ հարություն չկա։ Եվ վերջին ապացույցը, որ Պողոսը տալիս է ընդդեմ այս հերետիկոսական պնդման, որ մարմնով հարություն չկա, հետևյալն է, ինչու ենք վստահ, որ մարմնով հարություն լինելու է, երրորդը տեսեք, որովհետև մահը մարդով էր, հարությունն էլ է մարդով լինելու։ 21-22-րդ համարները։ Քանի որ մահը մարդով եղավ, մեռելների հարությունն էլ մարդով եղավ, Պողոսն ասում է։ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան։ Ադամը մահվան պատճառն է, գրում է Կալվինը, եւ նրա մեջ մենք բոլորս մահանում ենք։ Հետևաբար Քրիստոսը, ում ծառայությունն է վերականգնել մեզ համար այն, ինչ կորցրել ենք Ադամի մեջ, այն դառնում է կյանքի պատճառը այս դեպքում։ Եվ նրա հարությունը մեր հարության հաստատումն ու գրավականն է։ Ինչպես Ադամը մահվան սկիզբ է, եւ մարդիկ կապված են նրա հետ, ազդել է Ադամի արածը մարդկանց վրա, ասում է այդպես էլ Քրիստոսը կյանքի սկիզբ է եւ ազդելու է մարդկանց վրա։ Հռոմեացիներին ուղղված նամակի 5-րդ գլխում էլ Պողոս առաքյալը նույն համեմատությունն է անում, բայց տարբերությունը այնտեղ այն է, որ այնտեղ 5-րդ գլխում նա խոսում է Ադամի եւ Հիսուսի կատարած գործերի ազդեցության մասին, այստեղ խոսում է հարության մասին կոնկրետ։ Տեսնում եք, մարմնով հարություն լինելու է, քանի որ Քրիստոսի հարությունը ոչ միայն անձնական իրադարձություն էր Հիսուսի համար, այլ բոլոր հավատացյալների ապագայի հիմքը։ Բոլորիս հիմքը։ 21-ը, քանի որ մահը մարդով եղավ, Պողոսի փաստարկն է, մեռելների հարությունն էլ մարդով եղավ։ Այսպեսով Պողոսը ցույց տվեց, թե որն է միակ ավետարանը, ապա հետո այդ միակ ավետարանի լույսի ներքո, մինչև 22-ը, բացատրեց, որ Հիսուսի մարմնով հարությունը հիմք է մարդկանց մարմնով հարության համար։ Ինչ ես դու մտածում, սիրելի եղբայր եւ քույր, մարմնով հարության մասին, հիմա որ լսում ես։ Արդյոք գիտակցում ու հավատում ես, որ Հիսուսի մարմնով հարությունը հիմք է համոզվելու համար, որ մարմնով հարություն լինելու է նաև քեզ համար։ Պողոսը ոչ միայն խոսում է մարմնով հարության ապացույցների մասին, այլ նաև հաջորդ հատվածում սկսում է խոսել հարության կարգի մասին։ 23-ից 28-րդ համարներում։ Մարմնով հարության կարգն ասում է, թե ինչպիսին պետք է լինի։ Հարության կարգը կամ հերթականությունը։ Պողոսը ներկայացնում է վաղճանաբանական իրադարձությունների հերթականությունը ցույց տվող 4 փուլ, երկուսը հարության մասին, մյուս երկուսը մինչև ավարտի մասին։ Եվ 12-ից 22-րդ հատվածում հարության ապացույցների թեմայում Պողոսը միտքն ավարտեց նրանով, որ Քրիստոսով բոլորը կկենդանանան, բայց շարունակում է ասելով. յուրաքանչյուրը 23-ին նայեք, իր հերթին։ Յուրաքանչյուրը իր հերթին։ Նախ Քրիստոսը, առաջին պտուղը, հետո Քրիստոսով ննջածները։ Հերթ կամ կարգ բառը օգտագործվում է ռազմական գործերում, որ այստեղ Պողոսն է օգտագործում, նշելով զորքերի մի մասը, որը կարող է ղեկավարել սպան։ Այս բառը հերթ կամ կարգ ցույց է տալիս հստակ հերթականություն, ոչ թե քաոսային ընթացք։ Դրա համար այս հատվածի դասը հետևյալն է. մարմնով հարությունը տեղի կունենա ոչ թե միաժամանակ եւ քաոսային կերպով, այլ Աստծո սահմանած հերթականությամբ։ Հատվածի նպատակն է ցույց տալ, որ մարդկության պատմության բոլոր իրադարձությունները շարժվում են դեպի Աստծո սահմանած ավարտը։ Աստծո վերահսկողությունից դուրս չի այն, ինչ որ կատարվում է։ Այսպիսով, Պողոսը ներկայացնում է վաղճանաբանական իրադարձությունների հերթականությունը ցույց տվող 4 փուլ, երկուսը մարմնով, հարության մասին, երկուսը մինչև պատմության ավարտը։ Առաջին փուլը, տեսեք, ինչ կլինի առաջին փուլում։ Կլինի հարություն, նախ Քրիստոսը առաջին պտուղը հարություն կառնի։ Յուրաքանչյուրն իր հերթին նախ Քրիստոսը առաջին պտուղը, հետո Քրիստոսին պատկանողները նրա գալստյան ժամանակ։ Քրիստոսի անդրանիկը լինելու մասին արդեն գրեց 20-րդ համարում Պողոսը, բայց մեկ ավելացում պետք է անել, նրա որպես առաջինը լինելու մասին։ Բնօրինակ բառը
քանի որ ցույց էր տալիս մինչև բերքահավաքը եղող առաջին պտուղի գաղափարը, ստացվում է, որ սա հարության այլ տեսակ է։ Ինչով է այն այլ։ Ուշադիր լսեք։ Այս հարությունը չի նշանակում, որ Քրիստոսն էր առաջինը մարդկության պատմության մեջ, որ պարզապես մեռելներից հարություն առավ։ Հին Կտակարանում կային օրինակներ, չէ՞։ Մարդիկ մեռելներից հարություն էին առնում։ Նոր Կտակարանում եւս կար, Ղազարոսը հարություն առավ, հայրու որդին, Հայրոսի դուստրը եւ շատերը, սակայն Քրիստոսի հարությունը տարբեր էր։ Քանի որ նշված բոլոր մարդիկ հարություն առան կրկին մեռնելու համար։ Մինչդեռ Քրիստոսը հարություն առավ այլևս չմեռնելու համար։ Նա հարություն առավ անվերջ կյանքի զորությամբ ապրելու համար։ Նա հարություն առավ փառավորված մարմնով ի տարբերություն մյուսների, նա հարություն առել եւ այլևս չի մեռնելու։ Նայեք Հռոմեացիս 6:9-ը։ Գիտենք, որ Քրիստոսը մեռելներից հարություն առնելով այլևս չի մեռնում։ Մահն այլևս չունի իշխանություն նրա վրա։ Սա այս հարությունը նոր եւ հոգեվոր մարդու վերջնական տեսքն է, որով էլ լինելու ենք հավիտենությունում։ Սա նոր շրջան է պատմության մեջ, քանի որ հարություն է առել մեկը չմեռնելու համար։ Սա առաջին փուլն է, որը տեղի է ունեցել Աստծո մտադրությունների սկիզբը։ Հարություն է առել մարդկության պատմության մեջ եզակի մեկը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ով անդրանիկն է ննջեցյալների։ Տեսնում եք, նա հարություն է առել անապականացու մարմնով, որ երբեք պիտի չմեռնի։ Իսկ մյուս հարությունները տարբերվում էին նրանով, որ հարություն առան նորից մեռան։ Այսինքն Հիսուսի այս հարությունը պարզապես վերադարձ չէ կյանք նույն վիճակին կամ նույն մարմնով, այլ վերադարձ է կյանք անապականացու մարմնով։ Սա առաջին փուլն է։ Երկրորդ փուլը ասում է Քրիստոսին պատկանողները։ Նաև պետք է հարցնենք 23-րդ համարի 3-րդ մասը նայեք։ Յուրաքանչյուրը իր հերթին նախ Քրիստոսը առաջին պտուղը, հետո Քրիստոսին պատկանողները նրա գալստյան ժամանակ։ Մակարդուրը այսպես է շարադրում հերթականությունը։ Քրիստոսը հարության մեջ առաջինն է, որպես առաջնեկ, հարուցյալ մարմնով, անապականացու։ Նրա հարությունից հետո հավատացյալները նույնպես հարություն կառնեն եւ կմտնեն հավիտենական կյանքի մեջ նրա գալստյան ժամանակ։ Սա տեղի կունենա, նա գրում է 3 փուլով։ Առաջին, Պենտեկոստեից մինչև հափշտակություն հավատացածները հարություն կառնեն եւ կհանդիպեն Տիրոջը օդում։ Երկրորդ հարությունը, նեղության ժամանակ հավատացածները եւ 5 կտակարանի սրբերը հարություն կառնեն եւ Քրիստոսի հետ 1000 տարի կթագավորեն։ Եվ երրորդ, հազարամյա թագավորության ընթացքում մահացողները անմիջապես կանցնեն հավիտենական վիճակի։ Վերջում միայն ամբարիշները հարություն կառնեն Աստծո դատաստանի առաջ կանգնելու համար, որից հետո նրանց սպասում է հավիտենական պատիժը։ Տեսնում եք, ամեն բան հերթով է, ամեն բան կարգով է։ Նույնիսկ նախորդ գլխի 14-ի վերջն էլ որ նայեք, Պողոսը գրում է. «Թող ամեն բան պարկեշտությամբ ու կարգ ու կանոնով լինի»։ Եվ ամեն ինչում է Աստված կարգ ու կանոն դրել։ Սա երկրորդ փուլն է, Քրիստոսին պատկանողները։ Երրորդ փուլը տեսեք, կգա ավարտը գրում է։ Ինչ է լինելու վաղճանաբանական իրադարձությունները, իշխանությունների եւ թշնամիների կործանում է տեղի ունենում եւ թագավորության հանձնում Աստծուն։ Դուք տեսնում եք պատմությունն ինչպես է զարգանում, ինչպես է Տերն առաջնորդում եւ առաջնորդելու մինչեւ այս նպատակները իրականանան։ 27-ից 24-ից 27-րդ համարներում ենք տեսնում այս ավարտի մասին։ Ասում է, ապա կգա վախճանը։ Երբ թագավորությունն Աստծուն ու Հորը կտա, երբ կխափանի ամեն իշխանություն, ամեն պետություն եւ զորություն, որովհետեւ Քրիստոսը պետք է թագավորի մինչեւ որ բոլոր թշնամիներին իր ոտքերի տակ դնի։ Վերջին թշնամին, որ կխափանվի, մահն է։ Որովհետև Աստված ամեն բան հնազանդեցրեց նրա ոտքերի տակ, բայց երբ ասում է ամեն բան, նրան հնազանդեցրեց, պարզ է, որ բացի Աստծուց ամեն բան նրան հնազանդեցրեց։ Այստեղ նկարագրվում է Քրիստոսի թագավորելը, որպես երկրի վրա օրինական տիրակալի։ Մակարդուրը այսպես է գրում, տեսեք, վերջ բառը այստեղ, որ ասում եք գա վերջը, ավարտը, նշանակում է ոչ միայն ինչ-որ բանի ավարտ, այլ նաև դրա կատարելության հասցնելը։ Հիսուսը կփոխանցի թագավորությունը Աստծուն։ Սա համաշխարհային պատմության գագաթնակետն է, որ այն բանից հետո, երբ Քրիստոս կվերականգնի աշխարհը իր հոր համար եւ 1000 տարի կթագավորի,
որ ամեն ինչ վերադառնա Աստծո կողմից նախատեսված վիճակին, ապրելու համար անմեղ փառքի մեջ, նոր երկինք եւ նոր երկրի վրա, ապա Հիսուսը կվերադարձնի հորը, ինչի համար որ եկել էր, կիրականացնի, բոլոր թշնամիներին կհնազանդեցնի իր ոտքերի տակ եւ թագավորությունը կհանձնի հորը։ Տեսնում եք ինչ պատկեր է։ Ոտքերի տակ դնել։ Սա իշխանության նշան է։ Այս պատկերավորումը ծագում է շատ թագավորների սովորությունից։ Նստել իրենց հպատակներից վերև։ Հետևաբար, երբ հպատակները խոնարհվում կամ ծնկի էին իջնում, նրանք հայտնվում էին իրենց տիրակալի ոտքերի տակ։ Եթե նրանք թշնամիներ էին, թագավորը կարող էր իր ոտքը դնել անկածների պարանոցին, ցույց տալով իր իշխանությունը նրանց վրա։ Հազարամյա թագավորությունում Քրիստոսի թշնամիները կլինեն նրա հպատակները եւ նրա ոտքերի տակ կլինեն։ Եվ որն է վերջին թշնամին 26-րդ համարում։ Վերջին թշնամին, որ կխափանվի, մահն է։ Մահվան խափանումն ինչպես է լինում կամ ինչպես է եղել։ Եբրայեցիս 2:14-15-ում այսպես է գրած. «Արդ, որովհետև զավակներն արյանն ու մարմնին հաղորդակից եղան, ինքն էլ Հիսուսը միևնույն կերպով հաղորդակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի մահվան իշխանությունն ունեցողին, այսինքն սատանային»։ Մահվանը հաղթել, խնդրում ուշադիր լսեք, չի նշանակում չմահանալ ապականացու մարմնով, այլ նշանակում է չմահանալ անապականացու մարմնով։ Հիսուսի վաստակած հարուցյալ մարմինն է, որ այլևս մահվան ենթակա չէ։ Ապականացու մարմինը դեռևս գնալու է մահվան։ Հիսուսի տարած հաղթանակը, որ մահը կուլ է գնալու, այլևս իշխանություն չի ունենալու մարդու վրա, վերաբերվում է անապականացու մարմնին։ Շատերը այս կետը չհասկանալով, օրինակ Վիկտոր Տոմիևը եւ իր նմանները, դուք տեսել եք մեր Պրակապենկո եղբայրը որքան վիդեոներ է հանել, ճիշտ է, այս կետի մասին դեռևս չի խոսել։ Ես պարզապես լսել եմ ինչպես է այս Տոմիևը հերետիկոս է նա իրականում, բացատրում, որ իրականում ովքեր հավատում են Հիսուսին, պիտի չմեռնեն ապականացու մարմնով։ Ասում են, տեսեք, Հիսուսն ասաց, ով ինձ հավատա, պիտի չմեռնի։ Բայց նույն Հիսուսն ասաց, որ ինձ հավատացողը թեև մեռնի, պիտի ապրի։ Այսինքն Հիսուսը մահվան վրա հաղթանակ տարավ, որը վերաբերվում էր մեր անապականացու մարմնին, եւ պետք չէ ակնկալել, որ ֆիզիկական մեռնող մարմինը պետք է չմահանա երկրի վրա։ Հիսուսի կատարած փրկagorցության բոլոր արդյունքները կարտահայտվեն հազարամյայից հետո, մեր անապականացու մարմնում գտնված ժամանակ։ Սա է պատճառը, որ մենք չենք վախենում մահից, որ գիտենք թեև մեռնենք, պիտի ապրենք։ Մահը դեռ գործում է մեզ վրա այս կյանքում, բայց հարուցյալ, փառավորյալ մարմինների վրա այն այլևս ուժ չունի, այն չի կարող ազդել փառավորյալ մարմնի վրա։ Վերջին թշնամին մահն է, որ այլևս չի լինի նոր երկնքում եւ նոր երկրի վրա, արցունքները սրբելու ժամանակն է։ Հազարամյայում մահ լինելու է, եւ սատանան իր մահվան զենքից զրկվելու է միայն հազարամյակից հետո, գրում է MacArthur-ը։ Այդ պահին ամբողջությամբ իրականացնելով Սաղմոս 8-7-րդ համարները եւ Քրիստոս կփոխանցի թագավորությունը իր հորը եւ կսկսվի նոր հավիտենական փառքը։ Այսինքն վաղճանաբանական իրադարձությունները Պողոսը շատ լայն է ներկայացնում։ Խոշոր անցումներն է նշում հիմնականում։ Ինքը հարություն առավ, հետո իրենով ննջածներն են հարություն առնում, հետո թագավորում է երկրի վրա, հնազանդեցնում է բոլոր թշնամիներին, հասնում է մի ժամանակ եւ մահն է իր ոտքերի տակ վերջին թշնամին խոնարհվում եւ հետո թագավորությունը հանձնում է հորը։ Հիսուսը կվերացնի ամեն իշխանություն։ Ինչ որ տեսնում եք, ում որ տեսնում եք հիմա երկրի վրա, գերտերություններ կոչվածներ, մեկ ընդմիշտ կհապատակի իրեն եւ իր ոտքերի տակ կդնի եւ երկիրը կվերցնի, որը ինքն էր ստեղծել եւ որը իրավամբ պատկանում է հենց Հիսուսին։ Հազարամյա թագավորության ընթացքում Քրիստոսի իշխանության տակ դեռևս կդրսևորվի անհնազանդություն եւ Քրիստոսը պետք է հովվի երկաթյա գավազանով, ինչպես Հայտնություն 19:15-ում է գրված։ Հազարամյակի ավարտին սատանան կազատվի բանտից եւ կղեկավարի Աստծո դեմ վերջին
ապստամբությունը, Հայտնություն 27:9, սակայն բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են նրա ատելությունը Աստծո եւ Քրիստոսի նկատմամբ, ինչպես նաեւ ընկած հրեշտակների հետ։ Եվ վերջում նրանք կնետվեն միասին կրակել լիճը։ Աստված պատվիրեց, որ ամեն ինչ դրվի Տեր Հիսուսի ոտքերի տակ։ Իհարկե ամեն ինչ դնելով նրա ոտքերի տակ Աստված անխուսափելիորեն բացառում է իրեն։ Համարին նայեք 27-ը, որովհետև Աստված ամեն բան հնազանդեցրեց նրա ոտքերի տակ, բայց երբ ասում է ամեն բան, նրան հնազանդեցրեց, պարզ է, որ բացի Աստծուց ամեն բան նրան հնազանդեցրեց։ 27-րդ համարը բավականին դժվար է տարբեր թարգմանություններում հասկանալ, քանի որ պարզ չէ, թե յուրաքանչյուր տեղում գրված այդ դերանունները նրա ում է վերաբերվում, Հիսուսի մասին է, թե հոր մասին է։ Բայց ըստ մտքերի տրամաբանական հոսքի երևում է, որ նրանից դերանունը վերաբերվում է հորը, որովհետև Աստված ամեն ինչ դրեց Քրիստոսի ոտքերի տակ, բայց երբ Աստված ասում է, որ ամեն ինչ դրվում է Քրիստոսի ոտքերի տակ, պարզ է, որ դա չի ներառում Աստծուն իրեն։ Եվ հաջորդ համարն էլ է դրա մասին խոսում։ Աստված ինքն է իշխանություն տվել Քրիստոսին։ Հիշում եք Հիսուսը Մատթեոս 28:18-ում ինչ ասաց։ Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա»։ Եվ նաև մեր Կորինթացիցի հաջորդ համարը տեսեք 28-ը հաստատում է, որ հայրն է տվողը։ Երբ ամեն բան հնազանդվի նրան, այն ժամանակ որդին ինքն էլ կհնազանդվի նրան։ Այսինքն պարզ է, որ Հիսուսի հնազանդության մասին է հորը։ Ստացվում է, որ Հիսուսը վերադառնալով կործանում է բոլոր իշխանություններին ու զորություններին, հազարամյան անցնում է, որտեղ նա երկաթյա գավազանով է հովվում, դրանից հետո մահն է դրվում նրա ոտքերի տակ, երկիրը մոտենում է իր նախնական վիճակին, որդին ավարտին է հասցնում իր պատասխանատվությունը եւ ինքն էլ իր որդիական դերի եւ փրկagorցության ծրագրի մեջ իրեն ենթարկում է հորը։ Հեղինակներից մեկը տեսեք ինչ հետաքրքիր էր բացատրել։ Ասում է Քրիստոս կշարունակի թագավորել, քանի որ նրա թագավորությունը հավիտենական է, ըստ Հայտնություն 11:15-ի, բայց նա կթագավորի իր նախկին եւ փառավոր տեղում, որպես երրորդության անձ, Աստծուն հնազանդվելով, ժամանակների սկզբից նրա համար սահմանված ձևով, երրորդության լիակատար փառքով, ինչպիսին որ կար։ Հայտնություն 11:15-ում այսպես է գրված. 7-րդ հրեշտակը փողը հնչեցրեց ու երկնքում ուժեղ ձայներ եղան, որ ասում էին, ուշադիր լսեք, աշխարհի թագավորությունը մեր Տիրոջն ու նրա օծյալինը դարձավ, եւ նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից։ Սա երրորդ փուլն է։ Կգա ավարտը, երբ Հիսուս կվերադառնա, հարությունները տեղի կունենան, կհնազանդեցնի բոլոր իր թշնամիներին եւ թագավորությունը կհանձնի հորը եւ ինքն էլ կհնազանդվի։ Չորրորդ փուլը որդին ինքն էլ պիտի ենթարկվի հորը։ 28-րդ համարը։ Իսկ ո՞րն է որդու հնազանդվելու պատճառը։ Պատասխանը տեսեք։ Որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամեն ինչում։ Այս թագավորական իշխանությունը ի վերջո պետք է հանձնվի հորը, որից այն ստացել էր, քանի որ այն տրվել է որոշակի նպատակների համար, որ թշնամիներին կործաներ եւ փրկյալներին պատրաստեր հավիտենական կյանքի համար։ Թշնամիներին կկործանի, կլինի աներևակայելին, որդի Աստվածը, ուշադիր լսեք, որդի Աստվածը հոժարությամբ իրեն կհնազանդեցնի Հայր Աստծուն։ Երրորդության վարդապետությունն է հրաշալի ներկայացնում երրորդության անձերի սերն ու շփումը իրար հետ։ Փրկության վարդապետությունն է ցույց տալիս, որ երրորդությունը կազմեց ծրագիր, որտեղ Հայրը խոստացավ որդուն տալ ընտրյալներին։ Օրինակ Տիտոսի թղթում այսպես է գրված առաջին գլուխ առաջին երկու համարներում. Պողոս Աստծո ծառա եւ Հիսուս Քրիստոսի առաքյալ, կոչված Աստծո ընտրյալներին Աստված պաշտությամբ բերելու հավատի եւ ճշմարտության գիտությանը, հավիտենական կյանքի հույսով, որ հավիտենական ժամանակներից առաջ խոստացավ անսուտ Աստված։ Հայրը ում խոստացավ, եթե սա մինչև ստեղծագործությունն էր։ Ում։ Հիսուսին։ Նա խոստացավ իր որդուն որպես սիրո նշան։
Հիսուսը վստահ էր, որ այդ պարգևը կստանա հորից, որովհետև նա Հովհաննեսում ասաց, նա ում հայրը ինձ է տալիս, կգա ինձ մոտ, եւ ինձ մոտ եկողին ես դուրս չեմ անի։ Իսկ վերջում, երբ որդի Աստվածը կատարում է իր գործը, ամեն ինչ եւ բոլորը հնազանդվում են իրեն, նա ինքն էլ է հիմա իր սերը ցույց տալիս հոր նկատմամբ։ Ինչ է անում։ Նա հորն է վերադարձնում փրկված մարդկանց։ Ահա այսպես է նրանց միջև սերը աշխատում։ Որդին վերադարձնում է ամեն ինչ հորը։ Առաջի Կորինթացիս 15:28-ը, երբ ամեն բան հնազանդվի նրան, այն ժամանակ որդին ինքն էլ կհնազանդվի նրան, որ ամեն ինչ հնազանդեցնես նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամեն ինչում։ Այսպիսով Պողոսը ներկայացրեց վաղճանաբանական իրադարձությունների հերթականությունը։ Ցույց տվեց 4 փուլ, երկուսը հարության մասին, երկուսը մինչև պատմության ավարտը։ Սա Հիսուսի հարությամբ բացվող նոր եւ վերջին շրջանն էր, որով մտնում է ավարտին կամ մոտենում է ավարտին մարդկության պատմությունը եւ նոր երկինք, նոր երկիր է լինում, որտեղ կվայելենք Հիսուսի աշխատանքի վերջնական բոլոր արդյունքները։ Ուրեմն տեսանք առաջին փուլը Քրիստոսն էր, երկրորդը Քրիստոսին պատկանողները, երրորդը իշխանությունների կործանումը եւ չորրորդը որդու հնազանդությունը։ Հիշեք, որ մարմնով հարությունը կիրականանա ոչ թե միաժամանակ եւ քաոսային, այլ Աստծո սահմանած հերթականությամբ։ Հաջորդ հատվածում Պողոսը խոսում է հարությանը հավատալու ազդեցության մասին։ Հարությանը հավատալու ազդեցության մասին 29-ից 34-րդ համարներում Պողոսը այս համարներում ցույց է տալիս հարությանը հավատալու ազդեցությունը քրիստոնեական կյանքի 3 ոլորտների վրա։ Իսկ եթե դու հավատում ես հարությանը, ինչպես այն պետք է ազդի քո կյանքի վրա։ Ավետարանչական կյանքին, ծառայողական կյանքին եւ սրբության կյանքին։ Նայեք 29-ից 34-ին։ Այլապես մեռելների համար մկրտվողներն ինչ կանեն։ Եթե մեռելները իրոք հարություն չառնեն, ել ինչու են նրանց համար մկրտվում։ Եվ մենք ինչու ենք ամեն ժամ վտանգի մեջ։ Երդվում եմ ձեր հանդեպ ունեցածին պարծանքով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսով ունեմ ես ամեն օր մեռնում եմ։ Եթե մարդկային կերպով դատեի, ապա երբ Եփեսոսում գազանների հետ մարտնչեցի, ինչ օգուտ էր։ Եթե մեռելները հարություն չեն առնում, ուրեմն ուտենք, խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք։ Մի խաբվեք։ Չար ընկերակցությունները բարի վարքը ապականում են։ Արդարությամբ սթափվեք ու մեղք մի գործեք, որովհետև ոմանք Աստծու մասին տեղյակ չեն։ Այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։ Այսպիսով քրիստոնեական կյանքի առաջին ոլորտը, որի վրա ազդում է հարությանը հավատալը, ավետարանչական կյանքն է։ 29-րդ համարում նայեք, այս հատվածում Պողոս առաքյալը սովորեցնում է, որ մարմնով հարությանը հավատալը անպայման ազդում է մարդու կյանքի բոլոր ոլորտների վրա։ Եվ նպատակն է ցույց տալ, որ հարությանը չհավատացողների հետ ընկերություն անելը անհետևանք չի մնում։ Այն ազդում է քո վարքի վրա, քո կյանքի վրա։ Մեռելների հարությունը ժխտողների դեմ ուղված այս 4-րդ ապացույցների շարքում Պողոս առաքյալը հղում է կատարում ինչպես Կորինթացիների փորձառությանը, այնպես էլ իր սեփական կյանքի փորձառությանը։ Պողոսը խոսում է երրորդ դեմքով, եթե նկատեցիք, առանց իրեն եւ իրենց նույնացնելու այս խմբի մարդկանց հետ, ովքեր մեռելների համար մկրտվել էին։ Ելնելով Կորինթացիս նամակի ընդհանուր համատեքստից, սա բարդ համար է, ովքեր հակում ունեին ծռելու ուղիղ ուսուցումները եւ սեփական ու հեթանոսական մեթոդները եկեղեցու կյանքի մեջ մտցնելու, այստեղ էլ գուցե Պողոսը հենց նրանց կյանքից ու սխալ գործելակերպից է օրինակ բերում, փաստելու, որ նույնիսկ նրանք կամ իրենց նախորդները սխալ ակնկալիքով, բայց հավատալով, որ ուրիշի փոխարեն կարելի է մկրտվել, արել են դա մարդու մահից հետո, հավատալով, որ այն օգուտ կտա։ Սա մորմոնների վարդապետությունն է, գիտեք։ Նրանք հիմա այստեղ այս համարի հիման վրա մկրտվում են իրենց մահացած հարազատների համար։ Նրանք հավատում են, որ մեկի փոխարեն կարելի է մկրտվել։ Մակարտուրը գրում է, այս դժվար համարը մի քանի հնարավոր մեկնաբանություններ ունի։ Սակայն Սուրբ գրքի այլ տեղերում պարզաբանվում է դրա բովանդակության որոշ կողմերը։ Օրինակ, չկա որևէ ակնարկ, որ մահացած մարդը կարող է փրկվել իր փոխարեն մեկ այլ անձի մկրտության միջոցով։ Քանի որ մկրտությունը ոչ մի կերպ չի մտնում որևէ մեկի փրկության մեջ։ Եփեսացիս 2 դուք շնորհքով եք փրկված, ոչ թե գործերից, որ մեկը չպարծեն, եւ շատ համարներ։
Պողոսի ասածն այն է, որ եթե չկա հարություն եւ կյանք մահից հետո, ապա ինչու էին մարդիկ գալիս Քրիստոսի մոտ մահացածների հույսը ժառանգելու համար։ Պողոսի մտքի թելը նկատում եք։ Ստացվում է, որ գործողությունը, որը արվում էր այդ մարդկանց կողմից, անկախ նրանից, որ դա սխալ է, եւ մեկը մյուսի փոխարեն չի կարող մկրտվել, միևնույն է հենց այդ գործողությունը ցույց է տալիս, որ մարդիկ հավատալով հարությանը ուրիշին ծառայում են եւ սա ավետարանչական կյանքն է ընդգծում։ Ուրիշի փոխարեն իրենք անում են մի գործողություն, կարծելով, որ նրան օգուտ կլինի։ Պողոսն օգտագործում է այս փաստարկը ավետարանչական կյանքի մասին է։ Հաջորդիվ 30-ից 32-րդ համարներում նայեք, նա արդեն խոսում է ծառայողական կյանքի մասին, որ հարությանը հավատալը նրանք սխալ սպասումներ ունենալով անում էին այդ գործողությունը, եւ հիմա հաջորդիվ 30-ից 32-ում նա ցույց է տալիս, որ իրենց ծառայողական կյանքի վրա էլ է ազդում հարության հավատալը։ Նայեք, ասում է, եւ մենք ինչու ենք ամեն ժամ վտանգի մեջ։ Եթե չկա հարություն, եթե չենք հավատում դրան, ինչու ենք վտանգի մեջ։ Երդվում եմ ձեր հանդեպ ունեցած իմ պարծանքով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսով ունեմ, ես ամեն օր մեռնում եմ։ Մարմնով հարությանը հավատալն ազդում է նաև ծառայողական կյանքի վրա։ Պողոսը 30-րդ համարում հարցնում է. ինչու ենք մենք ամեն ժամ վտանգի մեջ։ Իր լսարանը պետք է մտածի։ Ինչու է Պողոսը իրեն վտանգի մատնում, եթե չկա հարություն, եթե չկա մեռելների հարություն, եթե չի հավատում հարությանը, ինչու է ինքն իրեն վտանգի ենթարկում։ Սրանով Պողոսը նրանց միտքը շարժում է, որ մտածեն, հասկանան, որ անտրամաբանական է, խնդրում եմ մտածեք, որ մարդը չհավատա հարությանը ու իր կյանքը վտանգի ենթարկելուց չվախենա։ Նա խոսում է ծառայողական կյանքի մասին, ասում է, ես ամեն օր մեռնում եմ 31-ում։ Գիտեք թե Պողոսը ինչ վտանգների միջով էր անցնում։ Նա դրա մասին երկար ցանկ է գրում, 2 Կորինթացիս թղթում։ Ինչերի միջով էր նա անցնում։ Նա ամեն օր մեռնում էր այս իմաստով։ Այսինքն պոտենցիալ հնարավորություններ կար ամեն օր մահանալու։ Ինքը դրանց միջով էր անցնում։ Ասում եթե ես չհավատամ, որ կա հարություն, ես ինչու պետք է իմ կյանքը ենթարկեմ նման վտանգների։ Իր ծառայության կյանքի վրա ազդել էր հարության հույսը։ Քանի որ նա հավատում էր մեռելների հարության եւ ամեն ինչի դիմանում էր հանուն ընտրյալների, որ հասնեին փրկության։ Եվ 2 Կորինթացիս 4:13-14-ում նա իր հավատի մասին գրում է, ասում է. հավատի նույն հոգին ունենալով, ինչպես գրված է, հավատացի ու դրա համար խոսեցի, մենք էլ հավատում ենք ու դրա համար էլ խոսում ենք, գիտենալով, որ Տեր Հիսուսին հարություն տվողը մեզ էլ Հիսուսի հետ հարություն կտա։ Նա ուներ այս հավատը։ Ուներ այս հավատը, որը նշում է նաև Թեսաղոնիկեցիս 4:14-ում, որովհետև եթե հավատում ենք Հիսուսը մեռավ ու հարությունով, այդպես էլ Աստված Հիսուսով ննջածներին կյանքի մեջ կբերի։ Տեսնում եք, սիրելիներ, ինչպիսի կապ կա մեր հավատի եւ մեր կյանքի միջև։ Հարց մտորման համար, լուրջ մտորեք յուրաքանչյուրը, դիզնից սկսած։ Երբ կյանքիդ նայում ես, այնտեղ երևում է հավատդ մեռելներից հարության մասին, փաստի մասին։ Ավետարանչական կյանքումդ երևում է, որ դու հավատում ես մեռելների հարությանը։ Ծառայողական կյանքումդ երևում է, որ դու հավատում ես մեռելների հարությանը։ Այս հարցերը կստուգեն մեր իրական հավատ ունենալ չունենալը եւ եթե կա դրանց չափը։ Եվ վերջին երրորդ ոլորտը տեսեք, որի վրա ազդում է հարության հույսը, այն մեր սրբության կյանքի վրա է ազդում։ 32-րդ համարի երկրորդ մասից մինչև 34-ում Պողոսը ցույց է տալիս, որ հարության հույսը ազդում է մեր սրբության կյանքի վրա։ Եթե մեռելները հարություն չեն առնում, ուրեմն ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք։ Իսկապես շատ ավելի իմաստուն կլիներ չհավատացողների համար ընդունել այս փիլիսոփայությունը։ Եթե մեռելները հարություն չեն առնում, եկեք ուտենք, խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք, չկա պատասխանատվություն։ Սա Եսայից է մեջբերում անում, որտեղ որ Եսայի 22:13-ում արտացոլվում էր իսրայելացիների ընկած հույսի պակասը։ Եբրայեցիս 11:33-39-ում, ես հիմա ընթերցեմ արագ, դուք տեսեք ովքեր իսկապես հավատացել էին հարությանը եւ Աստծո խոստումներին, տեսեք ինչպես էին ապրում։
Եբրայեցիս 11:33-39, որոնք հավատով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, հասան խոստումների, առյուծների երախներ փակեցին, կրակի զորությունը հանգցրին, սրի բերանից ազատվեցին, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բանակներ փախուստի մատնեցին, կանայք իրենց մեռելներին հարության միջոցով վերստացան, ուրիշներն էլ ազատությունը չընդունելով խիստ չարչարվեցին, ուշադիր լսեք, որպեսզի լավագույն հարությանը հասնեն։ Մյուսներն էլ ենթարկվեցին նախատինքների ու գանահարությունների, կապանքների ու բանտի, քարկոծվեցին, սղոցվեցին, փորձանքի մեջ ընկան, սրով սպանվելով մեռան, շրջեցին ոչխարի ու այծի մորթիներով ծածկված, ապրեցին կարիքի, նեղության, չարչարանքների մեջ, աշխարհը նրանց արժանի չէր։ Մոլորվեցին անապատներում, լեռներում, քարայրներում եւ երկրի խորշերում, եւ սրանք բոլորը նշում է, հավատով վկայություն ստացան, բայց խոստումը չստացան։ Հավատի մեջ մեռան, նրանք հավատում էին եկողին, դրա համար էլ ազդվեց իրենց կյանքը ամբողջ, նրանց ծառայողական եւ նրանց սրբության կյանքը։ Այսպես են ապրել եւ ապրում նրանք, ովքեր իսկապես հավատում են հարությանը, եկող անթառամ կյանքին։ Այնպես որ նայենք մեր կյանքին, իմ եւ ձեր կյանքին եւ տեսեք իրականությունը ձեր հավատի մասին եւ պետք չէ ոգևորվել միայն այն խոսքերից, որ մեզ ասում են, պետք է նայել մեր կյանքին։ Ապրում ենք այն կյանքը, որը ցույց է տալիս, որ մենք հավատում ենք մեռելների հարությանը։ Դա ամեն ինչում երևալու է։ Եվ ինչքան որ դու կարողանում ես հրաժարումներով ապրել երկրի վրա, այդքան դու ցույց ես տալիս, որ դու սպասում ես հավիտենականին եւ անթառամին։ Մի խաբվեք, 33-ը տեսեք։ Չար ընկերակցությունները բարի վարքը ապականում են, Պողոսն ասում է։ Կորինթացիները չպետք է իրենց խաբեն այս հարցում։ Վատ ընկերակցությունները ապականում են լավ բարոյականությունը։ Պողոսը այստեղ ինչ նկատի ունի, ում նկատի ունի։ Ըստ համատեքստի կեղծ ուսուցիչների, որոնք եկել էին Կորինթոս, ժխտելով հարությունը։ Ապրիր ինչպես ուզում ես, չկա հարություն, չկա հետևանք։ Քրիստոնյաները պետք է գիտակցեն, որ անհնար է շփվել վատ մարդկանց հետ եւ վատ ուսմունքների հետ առանց նրանց կողմից ապականվելու։ Վատ ուսմունքը անխուսափելիորեն կազդի մարդու կյանքի վրա։ Ուշադիր լսեք, կեղծ ուսմունքները չեն տանում սրբության։ Դու չես կարող լավ ճշմարիտ վարդապետություն ստանալ եւ վատ վարք ունենալ։ Կատարության մասին չենք խոսում, կապի մասին ենք խոսում։ Քո ստացած ուսմունքը քեզ սրբության պետք է տանի։ Բայց եթե դու ունես մի այնպիսի վարդապետություն, որ համատեղում է սրբությունը մեղքի հետ, դա աստվածաշնչյան վարդապետություն չի։ Դրա համար հարությանը չհավատալը հրաշալի գովազդ է աշխարհասեր մարդու համար, քանի որ նա այլևս չի գիտակցի սպասվող անխուսափելի հաշվետվություն եւ հագուրդ կտա իր բոլոր ցանկություններին երկրի վրա։ Դրա համար աշխարհի բոլոր եկեղեցիների մարդիկ, իմացեք Հիսուսի վարդապետությունը, որ այն ձեզ տանի սրբության, որ չլինի խաբվեք ու սկսեք համատեղման փորձեր անել սրբության եւ անօրենության։ Եվ սրբության կյանքի մասին ամաչեցնող կոչ է անում Պողոսը այստեղ Կորինթացիներին։ Լուրջ հարցեր են բարձրացնում, բայց իրենց կյանքը տեսեք ինչ վիճակում էր։ 34-ին նայեք. Արդարությամբ սթափվեք ու մեղք մի գործեք, որովհետև ոմանք Աստծո մասին տեղյակ չեն։ Ինչու է Պողոսը ասում։ Ասում են, որ ձեզ ամաչեցնեմ։ Որովհետև ձեր կյանքին նայելիս երբեք չի երևում, որ դուք հարության եք հավատում։ Ահա տեսեք, թե ինչ մեծ ազդեցություն ունի մարմնով հարությանը հավատալը մեր քրիստոնեական կյանքի վրա։ Դրա համար չխաբվեք, վատ ուսմունքը արտադրելու է անսուրբ վարք։ Հաջորդի Պողոսն անցնում է տրամաբանորեն թեմայից բխող մյուս ասպեկտին։ Նա արդեն ապացուցեց, որ լինելու է մարմնով հարություն, ցույց տվեց, որ այն անպայման երևում է մեր ապրած կյանքով, հիմա սկսում է պատասխանել արդեն հարության եղանակի մասին հարցերին եւ հարուցյալ մարմնի տեսակին վերաբերող հարցերին 35-ից 49-րդ համարներում եւ ցույց է տալիս 4 բացատրություն դրանց մասին։ Հատվածի դասը, որ սովորեցնում է Պողոս առաքյալը, հետեւյալն է. Հարությունը փոխակերպում է մեր հողեղեն բնույթը դարձնելով հոգևոր։ Եվ հատվածի նպատակն է ցույց տալ, որ հարությունը բնույթի փոփոխություն է, ոչ թե պարզապես վերադարձ հողեղեն վիճակին։
Ես երբ ուսումնասիրում եմ ինձ համար մեծ օրհնություն էին այս հասկանալը, եւս մեկ անգամ բաներ կար հասկանալը, բաներ կար նոր սովորելը։ Ես համար խնդրում եմ դուք էլ ուշադիր լսեք, թող ձեզ համար էլ օրհնություն լինի։ Սա կվերածրագրավորի հարության եւ հարուցյալ մարմնի մասին ձեր պատկերացումները, կուժեղացնի ձեր սպասումները, հույսը Քրիստոսին տեսնելու։ Հարուցյալ մարմինը պարզապես վերադարձ չէ այս կյանք, այլ վերադարձ է անապականացու մարմնով։ Ուրեմն այստեղ ուսուցում է տալիս հարության եղանակի եւ հարուցյալ մարմնի տեսակի մասին 35-ից 50-րդ համարներում, տալիս է 4 բացատրություն, որից առաջինը վերաբերվում է մարմնով հարության մոդելին։ Մարմնով հարության մոդելին։ Առաջին մարմնով հարության մոդելը տեսնում ենք 36-ից 38-ում։ Տեսեք ինչ էին ասում 35-ի հարցը, ինչի հիման վրա է խոսում։ Բայց մեկը կասի, լավ, համոզեցիչ, լինելու է մեռելների հարություն, հասկացանք։ Մեռելերն ինչպես են հարություն առնում, ինչ եղանակով։ Եվ ինչ մարմնով են գալու, այ դա չգիտենք։ Երբեք օրինակ չենք տեսել դրա։ Դա էլ բացատրի Պողոսը շատ սառն է սկսում, ասում է անմիտ։ Լսիր, ինչ որ սերմանում ես, չի աճի, եթե չմեռնի։ Առաջին հարցին պատասխանում է ցույց տալով հարության գործընթացի 3 փուլ։ Ինչպիսին է լինելու հարության գործընթացը 36, 37, 38։ Առաջին լինելու է մեռնելով։ Վերցնում է բնությունից մի օրինակ։ Սերմի օրինակը։ Ասում է, որ պետք է այդ սերմը մեռնի։ Մեռնելուց հետո փոխակերպվում է այն հողի մեջ եւ հետո հարություն է առնում դրանից մի ուրիշ մարմին։ Աստծո սկզբունքը, այս սկզբունքը ներողություն Տերն է դրել բնության մեջ։ Եվ Պողոսն ասում է, անմիտ այդ հարցը, որ տալիս ես, որ զարմանում ես, որ չես պատկերացնում ինչպես է լինելու մարմնով հարությունը, դու չես նայել բնությանը։ Չես տեսել ինչպես է սերմը աճում։ Սերմն աճում է նախ մեռնելով, հետո փոխակերպվելով։ Պատկերացրեք ինչպես է մահացած մարմինը դրվում հողի մեջ ու սկսում նեղման ու հող դառնալու գործընթացը։ Ըստ Պողոսի դա սերմանել է նշանակում։ Այդ պահին երկու իրականություն է տեղի ունենում։ Ցանվում է սերմը եւ պետք է աճի ավելի գեղեցիկը, ավելի փառավորը։ Թաղվելը վերջը չէ, այլ սկիզբը։ Նաև 37-ում տեսնում ենք, որ մեռնող մարմնի եւ հարություն առնող մարմնի նմանության միջև կա տարբերություն նույնիսկ։ Նայեք 37-ին, եւ ինչ որ սերմանում ես ոչ թե այն մարմինն է սերմանում, որ բուսնելու է, այլ մեկ հատիկը, ցորենի լինի, թե այլ սերմի։ Պողոսն ասում է, որ կա տարբերություն եւ աճողը գերազանցում է ցանվածին։ Եվ մեր հնի եւ նորի միջև եւս կա տարբերություն։ Այն ավելի հարմար է լինելու երկնքում ապրելու համար։ Շատերը մտածում են, որ մարդիկ ինչպես որ մահացել են, ինչ արատներով կամ թերություններով, որ մահացել են բնածին կամ ձեռքբերովի, նրանք այդպես էլ հարություն են առնելու։ Նույնիսկ հրյաներ կան, ռաբիներ կան, որոնք որ այդպես են մտածում։ Բայց այդպես չէ, այլ որակի մարմնի մասին է այստեղ խոսքը եւ դրա ինչպիսին լինելը շուտով կտեսնեք Պողոսը ցույց է տալիս, որպեսզի ոչ մեկը չմտածի, որ ցանվելու է մարմին, բայց աճելու է չգիտենք ինչ, Պողոսը 38-ում լուծում է հարցը, տեսեք, Աստված նրան մարմին է տալիս։ Ինչպես որ կամենում է, սերմերից ամեն մեկին իր մարմինը, ինչպես ծննդոցում ենք տեսնում, ամեն մեկին իր տեսակի պես ստեղծեց։ Աստված վերստեղծում է մարմինը համաձայն ցանված սերմի, եւ յուրաքանչյուր սերմ ի վերջո ստանում է իր տեսակի բույսը, դառնում է իր տեսակի բույսը։ Բույսի տերևը, չափը, գույնը, ձևը, ծաղիկը, որոշող բոլոր գործոնները ինչ որ կերպ բնորոշ են ցանված սերմին։ Հիսուսն էլ երբ հարություն առավ, նրա մոտ պահպանվեց իր տեսանելիության, ճանաչելիության գործոնները։ Ճիշտ է, նա անճանաչելի տեղեր կար դարձավ, բայց գրված է նա ինքը ուզեց այդպես, ինքը այդպես արեց։ Իսկ սպիերը մնացին նրա վրա, Հիսուսի վրա, եւ մնալու են, ինչպես գրում են աստվածաբաններ, ուշադիր լսեք, որպես հավերժական հիշեցում նրա կատարած սիրո աշխատանքի։ Դա բացառություն է։ Դա չի նշանակում, որ Հիսուսի սպիերին նայելով պետք է ասենք մեռելներից հարություն լինելու է մեր հին արատներով։ Դրա մասին չէ։ Հաջորդիվ 39-ից 41-ում Պողոսը տալիս է երկրորդ բացատրությունը հարուցյալ մարմինների
բազմազանության մասին։ Նայեք, մարմինների տարբերությունը նկարագրող 3 համեմատություն է անում 35-ից 41-ում եւ պատասխանում է արդեն ինչպիսին է լինելու հարուցյալ մարմինը հարցին, որը հնչել էր 35-րդ համարում, կամ ավելի կոնկրետ ինչ մարմնով են հարություն առնելու մահացածները։ Պողոսի լսարանի եւ մեզ էլ կարծեմ հետաքրքիր է այդ մարմինը ինչպիսին է լինելու, ինչ տեսակի մարմին է լինելու։ Պողոսը ցույց է տալիս արաչագործության մեջ եղող ամեն ինչի օրինակով այն, որ հարուցյալ մարմինները նման չեն լինելու, այլ լինելու են տարբեր ու բազմազան։ Նայեք 39-ից 41-ին ինչ համեմատություններ է անում։ Ամեն մարմին նույնը չէ։ Մարդկանց մարմինն ուրիշ է, անասուններին ուրիշ, ձկներին ուրիշ, թռչուններին ուրիշ, կան նաև երկրային մարմիններ, բայց ուրիշ է երկնայինների փառքը եւ ուրիշ է երկրայինների փառքը։ Ուրիշ է արեգակի պայծառությունը, ուրիշ է լուսնի պայծառությունը եւ ուրիշ է աստղերի պայծառությունը, մի աստղը մյուսից տարբերվում է պայծառությամբ։ Բազմազանության մասին է խոսում։ Եզրակացությունն այն է, որ հարուցյալ մարմինները լինելու են բազմազան, մեկը մյուսից տարբեր ու չկրկնվող։ Երրորդ բացատրությանն է անցնում Պողոսը։ Խոսում է հարուցյալ մարմինների որակի մասին, եւ Պողոսը նշում է երկու տարբերություն՝ մեռնող եւ հարուցյալ մարմնի մասին։ Նայեք 42-43-ում։ Այդպես է նաեւ մեռելների հարությունը։ Մարմինը հողի մեջ է սերմանվում եւ ապականությամբ ներողություն, սերմանվում է ապականությամբ եւ հարություն է առնում անապականությամբ։ Հողի մեջ է դրվում անարգ վիճակում եւ հարություն է առնում փառքով։ Ներկայիս մարմինը ցանվում է ապականությամբ ըստ Պողոսի։ Այն իմաստային նշանակում է անպատվություն, ամոթ կամ նվաստացում, արհամարանք։ Մարդը ով Աստծո պատկերով էր ստեղծված, հողին հանձնվելիս կարծես ապականված վիճակում է, անարգ վիճակում է, բայց այն հարություն է առնելու, բուսնելու է շուտով, անապականացում մարմնով։ Մեռած մարմնի մեջ ոչ մի վեհ կամ փառավոր բան չկա, գրում է Մեթյու Հենրին, սակայն այս նույն մարմինը հարություն կառնի փառքով։ Այն կազատվի կնճիռներից, սպիերից, ավելորդ քաշից եւ տարիքի ու մեղքի հետևանքների այլ նշաններից։ Այն ցանվում է թուլության մեջ, ասում է, կամ անարգ վիճակում, բնագրային նշանակում է անզորություն կամ հիվանդություն, այն հարություն է առնում ուժով։ Ծերության մոտենալուն զուգընթաց թուլությունն աճում է, մահը մարդուն զրկում է բոլոր ուժերից։ Հավերժության մեջ մարմինը չի ենթարկվի այս տխուր սահմանափակումներին։ Ընդհակառակը այն կունենա այնպիսի կարողություններ, որոնք այժմ չունի։ Օրինակ Տեր Հիսուսը ինչ կարողություններ ցույց տվեց։ Հիշում եք գրված է միտեղ դռները փակեին, նա հայտնվեց։ Ճիշտ է, այդտեղ Կրուդեմես շեշտում է համակարգված աստվածաբանության մեջ, որ այնտեղ չի ասում, որ պատի միջով անցավ։ Գուցե այդպես էլ լինի, բայց ասում է, որ հայտնվեց։ Այսինքն անպայման չի, որ մտածենք հարուցյալ մարմինը ֆիզիկական տարածությունների միջով պիտի անցնի, կարող է պիտի չանցնի, պիտի տեղում հայտնվի, չգիտեմ, բայց փաստացի ունի կարողություն ֆիզիկական սահմանափակումներին չենթարկվելու։ Սա հարուցյալ մարմնի որակն է 42-43 համարում։ Եվ ահա հասանք վերջին եւ կուլմինացիոն բացատրությանը հարուցյալ մարմնի մասին։ Հաջորդ 44-ից 49-րդ համարներում Պողոսը բացատրում է հարուցյալ մարմնի բնույթի մասին։ Հարուցյալ մարմնի բնույթի մասին։ Տեսեք ինչ արմատական փոփոխություն է տեղի ունենալու։ 44-ից սկսում է. հողի մեջ դրվում է ինչպես շնչավոր մարմին եւ հարությունը առնում իբրև հոգեվոր մարմին։ Կա շնչավոր մարմին եւ կա հոգեվոր մարմին։ Սա մարմնի բնույթի փոփոխության մասին է։ Շնչավորից հոգեվոր։ Հետևեք Պողոսի մտքին։ Այդպես էլ գրված է. առաջին մարդը Ադամը կենթանի շունչ եղավ, ուզում է ցույց տա այս զարգացումը, ինչպես է շնչավորից հոգեվոր գալիս, ինչպես է Աստված իր մտադրությունները հասցնում գագաթնակետին, որ հողից շնչավոր մեկը դառնում է հոգեվոր մեկը, որ այս զարգացումը կարողանաք տեսնել, նայեք, ասում այդպես էլ գրված է, առաջին մարդը Ադամը կենթանի շունչ եղավ, երկրորդ Ադամը կենթանարար հոգի, բայց նախ հոգեվորը չեղավ, այլ շնչավորը, հետո հոգեվորը։ Առաջին մարդը երկրից էր հողեղեն, իսկ երկրորդ մարդը Տերն է երկնքից։ Ինչպես հողեղենն է, եզրակացություն լսեք։ Այնպես էլ մենք ենք հողեղենները, եւ ինչպես երկնավորն է, այնպես էլ մենք ենք երկնավորները։ Եվ ինչպես որ հողեղենի պատկերը կրեցինք եւ կրում ենք, ճիշտ է, կասկած չկա։
ուրեմն նույն համոզվածությամբ պետք է ասել, որ երկնայինի պատկերն էլ պիտի կրենք։ Եզրակացությունը հետևյալն է. ինչպես որ հողեղենի պատկերը կրեցինք, այնպես էլ երկնայինի պատկերը պիտի կրենք։ Սա Աստծո մտադրության գագաթնակետն է, որ շնչավորը դառնում է հոգևոր։ Այստեղ Պողոսը ավելի մանրամասն պատասխանում է 35-րդ համարի հարցին. ինչ մարմնով են հարություն առնելու։ Պողոսն ասում է առաջին մարդը Ադամը կենդանի շունչ եղավ, տեսեք։ Տեր Աստված մարդուն ձևավորեց, հիշում եք Ծննդոց 2:7, հողի փոշուց եւ նրա ռունգերի մեջ ինչ փչեց։ Կենդանության շունչ եւ մարդը եղավ կենդանի հոգի, բայց նախ հոգևորը չեղավ, ասում է, տեսեք, տարածությունը, այլ շնչավորը, հետո հոգևորը։ Ինչպես հողեղենն է, այնպես էլ մենք ենք հողեղեններ եւ ինչպես երկնավորն է, այնպես էլ մենք։ Ադամից ծնվածները ժառանգում են նրա հատկությունները, Քրիստոսից ծնվածները ժառանգում են նրա հատկությունները։ Ինչպես հողեղենի պատկերը կրեցինք, այնպես էլ հոգևորի երկնայինի պատկերը պետք է կրենք։ Հովհաննեսը նայեք ինչ էր գրում։ Առաջին Հովհաննես 3:2 Սիրելիներ, այժմ Աստծո որդին ենք եւ տակավին հայտնի չէ թե ինչ ենք լինելու, բայց մի բան գիտենք, որ երբ նա հայտնվի, նրան նման կլինենք, որովհետեւ կտեսնենք նրան ինչպես որ է։ Նույնպես Ֆիլիպպեցիս 3:20-21-ում, բայց մեր բնակությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք Փրկչին մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ուշադիր լսեք, որը մեր խոնար մարմինը պիտի նորոգի եւ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնի։ Լավ, այսքանով ինչ է ուզում ասել Պողոս։ Նա իր միտքը արտահայտում է 50-րդ համարում։ Սա եմ ուզում ասել, սա ինքն է ասում։ Սա եմ ուզում ասել, եղբայրներ, որ Աստծո արքայությունը մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել։ Ուզում եմ դա ասել։ Ոչ էլ ապականությունն է անապականություն ժառանգում։ Այլ բառերով Պողոսի ասածը հետևյալն է. եթե դուք մնաք ապականացու վիճակում, դուք չեք ստանա հոգևոր մարմին, որը հարմար կլինի, համապատասխան կլինի երկնքում ապրելու համար։ Մի խոսքով պետք է փոխվի ձեր բնույթը։ Դուք շնչավորից պետք է դառնաք հոգևոր։ Սա նորմալ process է, սա աճման process է, դուք ծանոթացեք Աստծո մտադրություններին։ Հողեղեներ պետք է դառնաս հոգևոր, որ համապատասխանես երկնքում ապրելուն, որովհետև այնտեղ մարմինն ու արյունը չի կարող ապրի։ Ահա դասը։ Հարությունը փոխակերպում է մեր հողեղեն բնույթը դարձնելով հոգևոր։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, սպասում եք այս մարմնին։ Ուզում եք այս մարմինը, որով հավիտյան Տիրոջ հետ պետք է լինեք։ Սա հարության եղանակն է եւ հարուցյալ մարմնի տեսակը, որոնց մասին Պողոսը տվեց 4 բացատրություն, խոսելով առաջինը հարուցյալ մարմնի մոդելի մասին, երկրորդ հարուցյալ մարմինների բազմազանության մասին, երրորդ հարուցյալ մարմնի որակի մասին եւ չորրորդ հարուցյալ մարմնի բնույթի մասին։ Հիշեք, հատվածի նպատակը ցույց տալ, որ հարությունը բնույթի փոփոխությունը ոչ թե պարզապես վերադարձ հողեղեն կյանք։ Վերջին հատվածը 15-րդ գլխի 51-ից 58 հարուցյալ մարմնի ստացումը կամ փոխակերպման խորհուրդը Պողոսը մտքերը ավարտում է այստեղ 50-րդ համարում Պողոսն ասած պայմանը հետևյալն է երկնքում ապրելու համար պետք է ունենալ երկնքում ապրելու հարմարեցված կամ համապատասխան մարմին դրա համար պետք է փոփոխություն եւ Պողոսը 51-ից 58-րդ համարներում հայտնում է մի խորհուրդ մարդկության փոխակերպման մասին Պողոսը պատասխանում է 3 հարցի այստեղ փոխակերպման վերաբերյալ եւ դասը որ փոխանցում է հետեւյալն է ուշադիր լսեք մարմնի փառավորում նշանակում է վերջնական հաղթանակ մահվան վրա մարմնի փառավորում նշանակում է վերջնական հաղթանակ մահվան վրա եւ նպատակն է ցույց տալ որ մահվան վրա հաղթանակը միայն Հիսուս Քրիստոսով էր հնարավոր եւ պատասխանում է 3 հարցի այստեղ Պողոս առաքյալը եւ ավարտում Առաջին հարցը երբ կստանանք փառավորյալ մարմիններ 51-ից 53-րդ համարներն են երկրորդ հարցը ինչ է նշանակում փառավորյալ մարմին ունենալ 54-ից 57 եւ ինչպես սпасել մարմնի փառավորմանը 58-րդ համար Տեսեք 51-ում մտքերն ինչպես է սկսում շահադրել Պողոսը զարգացնել Ահա մի խորհուրդ եմ հայտնում ձեզ Ոչ բոլորս ենք ննջելու բայց բոլորս փոխվելու ենք Խորհուրդ ասելով Պողոսը նկատի ունի ճշմարտություն, որը ծածկված էր սերունդներից։ Փակ էր 5 տականի ժողովրդից։ Ինչը պետք է կոչել խորհուրդ։ Իր ասացի միջից որ մասն է խորհուրդ նշանակում։ Իհարկե ոչ հարությունը, քանի որ 5 տականում եւս կար հարությունը։ Պետք է կոչել այն, որ
բոլոր այն հավատացյալները, ովքեր կապրեն մինչև հափշտակություն, նրանք չեն ճաշակի մահ։ Ովքեր կապրեն մինչև հափշտակություն, նրանք չեն ճաշակի մահ, այլ կստանան նոր մարմիններ ու կփոխվեն։ Նրանց մարմինները չեն մահանա ու հարություն կառնեն մեկ ակնթարթում, այսինքն մահվան փորձառություն չեն ունենա, չեն մտնի մահի մեջ եւ հարության մեջ, կփոխվեն, միանգամից կփոխվեն։ 52-ին նայեք, հանկարծ մի ակնթարթում վերջին փողի հնչման ժամանակ, որովհետեւ շեփորը կհնչի ու մեռելներն անապականելի հարություն կառնեն եւ մենք կփոխակերպվենք։ 5 տականում շեփորի ձայնով հավաքվում էր Աստծո ժողովուրդը։ Այս շեփորը պետք է չշփոթել հայտնությունում գրված շեփորի հետ, քանի որ այնտեղ մեծ նեղության մասին է, իսկ սա հափշտակության։ Ասում եմ մեկ ակնթարթում, Պողոսը այսպիսով ցույց է տալիս, թե որքան կարճ կլինի այդ պահը։ Մակարտուրը գրում է հունարեն արտահայտություն նշանակում է ցանկացած արագ շարժում, քանի որ աչքը կարող է ավելի արագ շարժվել, քան մեր տեսանելի մարմնի ցանկացած այլ մաս, այս համեմատությունը պատկերում է հավատացյալների ակնթարթային փոփոխությունը։ Ինչպես են իրանք փոխվելու։ Վերջին փողը հնչելու ժամանակ։ Սա կլինի եկեղեցու ազդանշանը, որի ժամանակ հավատացյալները կվերցվեն երկրից եւ կհափշտակվեն, ըստ Թեսաղոնիկեցիս 4:16-ի, մեռելները հարություն կառնեն։ Տեսեք, քանի որ Տերը ինքը հրամանի ազդարարմամբ, հրեշտակների ձայնով ու Աստծո փողի հնչմամբ երկնքից ցած կիջնի եւ Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն, հետո մենք ողջերս, որ մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու եւ այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։ Պողոսը բացատրում է ոչ միայն երբ է լինելու, այլ նաև ինչու։ Նայեք 53-րդ համարին, որովհետև այս ապականացու մարմինը պետք է անապականությամբ զգեստավորվի, եւ այս մահկանացու մարմինը անմահությամբ։ Հետո պատասխանում է երկրորդ հարցին արդեն 54-ից 57-ում։ Եվ հարցը հետեւյալն է. լավ, ինչ է նշանակում ունենալ փառավորյալ մարմին։ Ինչ է դա նշանակում։ Տեսեք ինչ է նշանակում։ 54-ը Եվ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի եւ այս մահկանացու մարմինը անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. մահը հաղթության մեջ ընկղվեց։ Ով մահ ուր է քո խայթոցը։ Գերեզման ուր է քո հաղթությունը։ Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը օրենքը, բայց շնորհակալությունը Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հիսուսը արդեն կատարել է հարությունը, բայց մենք դեռ չենք ստացել մահվան բացակայություն, այդպես է։ Ասում է, որ կատարվի այն խոսքը, սա Եսայից մեջբերում է 25-ից, նաև Օվսիա մարգարեության մեջ կա, որքան է մարդկությունն ապրել մահվան մեջ, որքան դարեր է, որ ապրում է մարդը մահվան մեջ, ինչպես Եփեսացիում է ասում, մահվան վախի մեջ ապրում, եւ ահա ասում է կգա մի ժամանակ, երբ կփոխվենք ու վերջնական եւ անվերադարձ կասենք. ուր է մահ քո խայթոցը։ Այսինքն սա խոսում է մի ժամանակաշրջանի մասին, երբ այլևս չի լինելու մահ։ Ընդհանրապես։ Սա մահի գոյության դադարի մասին է։ Եվ հաջորդիվ Պողոսն ասում է, ինչու է մահը սպառնում մարդկանց։ Բացատրում է դա։ Պատասխանում է այդ հարցին։ Տեսեք 56-ը, մահվան խայթոցը մեղքն է, ասում է։ Իսկ մեղքի զորությունը օրենքը։ Այսինքն մարդիկ մահանում են, քանի որ իրենք մեղավոր են։ Սա լավ առիթ է, երբ թաղումների եմ լինում, երբ որ ինձ առիթ են տալիս խոսելու, գրեթե միշտ ասում եմ սրա մասին, տարբեր ձևերով։ Ասում եմ, գիտեք ինչու է մարդը մահանում։ Սա հրաշալի անցում է մարդու մեղավորության մասին խոսելու։ Մահանում է, որտեղ մեղավոր է։ Որովհետև մեղքը ազդում է, մահը ազդում է նրա վրա, ով մեղավոր է։ Ինչու Հիսուսի վրա չազդեց, գերեզմանը չպահեց, որտեղ նա մեղավոր չէր։ Վերագրվել է նրան մեղքը, բայց նա մեղավոր չէր։ Պողոսն ասում է, որ մարդիկ մահանում են, քանի որ մեղավոր են, մահվան խայթոցը մեղքն է։ Պատճառը մեղքն է, հետո շարունակում է ասելով, թե մեղքի սնուցման աղբյուրը որն է, լավ։ Ասում է մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը օրենքն է։ Այսինքն մեղքը ուժ է ստանում օրենքից։ Եթե ասված չլինի չի կարելի մի արա, մեղքը չի ունենա օբյեկտիվ հիմք բռնվելու մի բանից, որպեսզի քեզ փորձի։ Այսպիսով ամենակարևոր հարցը,
որին պատասխանում է Պողոսը։ Ում պետք է հայտնել շնորհակալություն, մեղքին ու մահվանը հաղթելու համար։ 57-ին նայեք։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Պետք է դրա համար շնորհակալություն հայտնել Աստծուն, սիրելիներ, եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Այսպիսով, փառավորյալ մարմին ունենալ նշանակում է մեր վերջնական հաղթանակը մահվան վրա։ Եվ վերջին հարցը, ինչպես սпасել մարմնի փառավորմանը։ Եվ ավարտում է, ինչպես սпасել մարմնի փառավորմանը։ Ուրեմն, իմ սիրելի եղբայրներ, եղեք հաստատուն եւ անսասան։ Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի առաջ գնացեք։ Իմացեք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուրկ չէ։ Լավ, հիմա կասեին Կորինթոսի հավատացյալները, ունենք հրաշալի պատկեր ապագայի, դա հրաշալի է։ Հիմա ինչ, գուցե կարելի է մի քիչ հոգեորապես թեթև ապրել, ավելի հանգիստ լինել, երաշխավորված է մեզ ապագան։ Պողոսն ասում է ոչ, տեսեք, ոչ եւ կրկին ոչ։ Նա հարության թեման ավարտում է կոչ անելով ծառայության եւ նվիրվածության։ Նա տալիս է 3 պատվեր, թե ինչ պետք է անի մարմնի հարությանը սпасող հավատացյալը։ Նա ցույց է տալիս, թե ինչ պետք է անել այդ սպասման ընթացքում։ Տեսեք, առաջին ասում է, որ եղեք հաստատ, 58-ի ան։ Սա նշանակում է, որ ինչ վերաբերվում է հարության վարդապետությանը, եղեք հաստատ եւ ամուր, ինչի մասին խոսեց ամբողջ գլխում, հենված ճշմարտության վրա, ամուր պահեք այս հարության ավետարանը։ Երկրորդ, անշարժ եղեք, 58-ի երկրորդ մասը, այսինքն հարության հույսի, սպասման ու համոզման լույսի ներքո դրսևորեք հաստատակամություն։ Չկարծեք, թե այս ասվածներից որևէ բան կփոխվի։ Եկեղեցում հիշում եք, կային 2 հոգի, որ շեղվել էին ճանապարհին, 2 Տիմոթեոս 2:17-18-ում ասում է, եւ նրանց խոսքերը քաղցրեղի պես ճարակում են նրանցից Հիմենոսն ու Փիգեղոսը, որոնք ճշմարտությունից շեղվել են, ասելով, թե մեռելների հարությունը արդեն եղել է։ Ասում է, զգուշ եղեք, որ չշեղվեք դուք, անշարժ մնաք այս ճշմարտությունների մեջ։ Պետք է հարությանը սпасելիս լինել անշարժ, շարունակ հիշել հարության ավետարանը եւ այս բոլոր ճշմարտությունները, որպեսզի հնարավոր լինի խուսափել ավետարանը ծռելուց։ Շարունակում է Պողոսը տալով վերջին պատվերը, պատասխանելով այս հարցին, ինչպես սпасել մարմնի փառավորմանը։ Երրորդ եւ վերջին, Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի առաջանալով։ Առատ եւ ակտիվ ջանք թափեք Աստծո գործի համար։ Ստացվում է, որ հարության սпасել չի նշանակում անգործության մատնվել։ Դա նշանակում է ավելի մեծ եռանդով նվիրվել, որովհետև երաշխավորված է մեր ապագան։ Մենք գիտենք, մենք ինչու ենք գործում։ Պողոսը կասեր, ջանքի մեջ ծույլ մի եղեք, ինչպես Հռոմեացիում է ասում։ Հիսուսի համար կատարված ոչ մի գործ առանց վարձքի չի մնալու, սիրելիներ։ Հիշում եք Հիսուսն ասաց, նույնիսկ 1 բաժակ սառը ջուր եթե դուք տաք, ձեր վարձքը չեք կորցնի։ Էլ ուր մնաց, որ ձեր կյանքը նվիրեք Հիսուսի ավետարանի համար։ Աստված չի մոռանա ձեր աշխատանքը եւ յուրաքանչյուրին կտա իր վարձքը։ Եղեք նվիրված ջանքով, ավելի շատ, հնարավորինս շատ նվիրվեք Աստծո գործին, սпасելով մեր Տեր Հիսուսի գալուստին, որով կփոխվենք ու կստանանք հարության մարմիններ, փառավորյալ մարմիններ, իր մարմնից չափականվող մարմին, նոր բնույթ, ոչ թե շնչավոր, այլ հոգևոր։ Կվերադառնանք կյանք ոչ թե հին մարմնով, այսինքն ապականվող, այլ նոր եւ հավիտենական, ինչպես մեր Տիրոջ մարմինն է։ Հարց, ինչպես է սпасում հարությանը, սիրելի եղբայր եւ քույր։ Կարող ես սրտանց ու հավատով համաձայնել եւ կրկնել, որ Քրիստոսը ննջեցյալներից առաջինը եղավ եւ այն սпасվում է նաեւ մեզ։ Քրիստոս հարյավ մեռելներից եւ օրհնյալ է նրա հարությունը։ Մենք սпасում ենք փոխվելուն, սпасում ենք Տեր Հիսուսին։ Եվ ավարտեմ Պողոսի խոսքերով, բայց մեր բնակությունը երկնքում է։ Այնտեղից էլ սпасում ենք Փրկչին, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որը մեր խոնար մարմինը պիտի նորոգի եւ իր փառավոր մարմնին կերպարնակից դարձնի այն զորությամբ, որ ամեն ինչ հնազանդեցնում է իրեն։ Եկեք աղոթենք։ Շնորհակալ ենք քեզ, Տեր Հիսուս, շնորհակալ ենք այս անպատմելի աշխատանքիդ համար։ Շնորհակալ ենք, որ դու ավարտին հասցնելով հիմա հոր աջ կողմը նստած ես եւ սպասում ես ժամանակների լրանալուն։ Քեզ հայտնի ժամանակներում այլևս գիտես երբ պետք է գաս քո եկեղեցու հետևից։
Փառք քեզ այս ճշմարտությունների համար, որ մեզ սովորեցնում ես ամուր ու հաստատ լինել մեր այս պանդխտության օրերի մեջ։ Փառք քեզ այն ճշմարտությունների համար, որոնք որ մեր ճանապարհներին լույս են, ամրություն են մեր ոտքերի տակ։ Մենք գիտենք այլևս ինչպես է լինելու հարությունը, մենք գիտենք ինչու է լինելու հարությունը, մենք գիտենք ինչպիսին ենք լինելու, մենք գիտենք այն, ինչ որ դու սովորեցրեցիր, ու փառք քեզ սրա համար, որ մենք հիմա հաստատուն հույս ունենալով սպասում ենք քեզ։ Ոստի աղոթքս է եւ իմ ու քույրերիս, եղբայրներիս եւ քո ողջ եկեղեցու համար ամբողջ աշխարհում, որ ջանքի մեջ ծույլ չլինենք, որ այս հարությանը սпасելիս, հարության մարմնին սпасելիս ավելի առաջանանք քո գործի մեջ, շարունակենք վկայել քո հրաշափառ հարության մասին, բացատրել մարդկանց ավետարանը, որովհետև այն քո զորությունն է ամեն հավատացողի փրկության համար։ Ինչև այն երանելի օրը կգա, երբ դու կգաս փառքով քո եկեղեցուն տանելու, մեզ կհագցնես այդ անապականացու մարմինը եւ մենք կդառնանք հոգեվոր մարմին ու այդպես հավիտյան քեզ հետ կլինենք երկնքում։ Փառք քեզ այս օրհնյալ ճշմարտությունների եւ հույսի համար, որ ունենք։ Փառավորվես դու մեր կյանքով, գործով ու խոսքով։ Ողջ փառքերը քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։